Բարև բոլորին, հիասքանչ և ցուրտ Ֆլորենցիայից ժողովուրդ ջան։ Թողել եմ փոքրիկներիս մանկապարտեզ, եկել եմ կենտրոնում զբոսնեմ, էդ ինձ էին սիգնալ տալիս, որտև ես փողոցի մեջտեղով եմ գնում, որպեսզի ձեր համար հնարավորինս լավ կադրեր նկարեմ։ Տեսեք ինչ գեղեցկություն է։ Ինչի եմ եկել կենտրոն։ Այսօր եկել եմ, որ գնամ տեսնեմ մեր Ֆլորենցիայի Christmas market-ը։ Այնտեղ եթե տեսնեք, Բարջելլո թանգարանն է։ Շատերը չգիտեմ ինչի չեն այցելում, երբ որ գալիս են Ֆլորենցիա եւ գնում են միայն Uffizi, բայց ասեմ ձեզ շատ են կորցնում։ Ինչևէ, ուղևորվում եմ դեպի մեր ամենամեծ Ֆլորենցիայի Christmas market-ը, որը գտնվում է Piazza Santa Croce-ի վրա, այսինքն Santa Croce եկեղեցու կից հրապարակի վրա ամեն տարի մեզ մոտ նոյեմբերի 15-ից 17-ից լինում է Christmas market եւ եթե չեմ սխալվում մինչեւ դեկտեմբերի 25-ն է, մինչեւ հենց Սուրբ Ծնունդն է, եթե չեմ սխալվում, կամ 24-ը։ Այդ օրերին շատ գեղեցիկ է։ Իհարկե երեկոյան մթնոլորտը շատ ավելի գեղեցիկ է, քան լույսերով եւ այլն։ Ես կփորձեմ մի անգամ էլ այցելեմ, որպեսզի ձեզ ցույց տամ երեկոյան մթնոլորտը։ Հիմա ուղևորվում եմ, տեսնեմ այս տարի ինչ հետաքրքիր բաներ ունեն։ Շատ անգամ ունենում են շատ հետաքրքիր զարդարանքներ նոր տարվա, տարբեր եւ բացի այդ ուղղակի շատ գեղեցիկ մթնոլորտ է։ Ես փոքրիկներին էլ եմ բերում այստեղ երեկոյան, իրանք շատ են սիրում այստեղ ման գալ, ինչ-որ համեղ բաներ ուտել, համարյա հասնում այն հեռվում է։ Սովորաբար այստեղ լինում են գերմանական, ավստրիական, տարբեր երկրների սնունդ, տարբեր երկրների, սենց ասեմ, տրադիցիոն սնունդներն են լինում։ Հիմա գնանք ձեզ ավելի մանրամասն կցույց տամ ամեն ինչ եւ կաշխատենք մի բան էլ փորձարկենք։ Անցյալ անգամ այստեղ փորձել եմ churros, իսպանական քաղցրավենիք։ Տեսնենք այս անգամ ինչ եմ փորձելու։ Գնանք ընկերներ։ Անպայման ուզում ձեզ էլ ցույց տամ։ Եթե կլինեք այդ օրերին Ֆլորենցիայում, ապա բաց չթողնեք, հնարավորություն գալ այստեղ, զբոսնել, տեսնել, համտեսել ինչու ոչ, եւ գնել նույնիսկ փոքրիկ մի հիշողություն ձեզ հետ տանելու համար Ֆլորենցիայից նոր տարվա համար։ Այստեղ մի հատ շատ գեղեցիկ բակ կա, ձեզ ասեմ, ռեստորան է, ինչա չգիտեմ, թե հյուրանոց է, բայց շատ գեղեցիկ է։ Այստեղ հագուստներ են տարատեսակ Ֆլորենցիա գրվածքով։ Շունիկն է ներվայնացել առավոտից, չգիտես ինչ։ Հասնում եմ ընկերներ, հասնում եմ։ Տունիկները տեսնում եմ արդեն։ Հուսով եմ բաց է, տեսնենք ինչ վիճակը եւ ինչ հետաքրքիր բաներ կան։ Իդեպ ընկերներ, եթե դեռ չեք միացել իմ Instagram-ին, անպայման խնդրում եմ միանալ, որովհետև այնտեղ ես ավելի շատ ցույց եմ տալիս տուրիստների համար հետաքրքիր ինֆորմացիա, որով դուք կարող եք տեսնել ինչ վայրեր այցելել, ինչ տեսք ունեն նրանք ներսից, ինչ հետաքրքիր բաներ կա այստեղ, որը պարտադիր է այցելել, միջոցառումների մասին։ Ես կթողնեմ ներքևում եւ նկարագրության մեջ եւ կթողնեմ հոլովակի վրա, որպեսզի դուք տեսնեք, ուր կարելի է գնալ։ Իսկ հիմա հիանանք այս շոկոլադներով։ No, grazie։ Այստեղ հետաքրքիր ֆոտոզոնա են արել փոքրների համար։ Ենթադրում եմ, որ կան նկարվեն։ Մի հատ նայեք այս շքեղությանը, ենթադրում եմ սա բոլորը ձեռագործ են, ձեռագործ խաղալիքներ են սրանք, այո։
Ամբողջը ձեռագործ պատրաստված բաներ են հիշողություն տանելու համար ձեզ հետ եւ ձեր տունը զարդարելու, ինչու ոչ։ Այստեղ հատվածներ են, որ դուք կարող եք ինչ-որ բան գնեք, հետո գաք այստեղ նստեք եւ վայելեք։ Հասա մեր չքնախ Սանտա Կրոչեին։ Անպայման մի անգամ կգամ կմտնեմ ներս եւ ձեզ անպայման ներսից էլ ցույց կտամ։ Այստեղ երեխաների համար խաղալիքներ են, տարատեսակ փայտից, ձեռագործ բնականաբար, բայց մարդաշատ չէ, դեռ երևի շուտ է։ Այստեղ նույնպես շատ գեղեցիկ նոր տարվա իրեր են։ Մի հատ տեսեք։ Ինչ գեղեցիկ են, ամբողջ փայտից է պատրաստված։ Շատ գեղեցիկ բաներ են։ Այստեղ կա նաև զարդեր։ Այստեղ մի ամբողջ բաժինը, եթե չեմ սխալվում, Մարոկոից է։ Ամբողջը համեմունքներ են, նայեք։ Նույնիսկ թեյեր կան տարատեսակ, խոտաբույսեր, ամեն ինչ։ Տեսնենք էլ ինչ կա հետաքրքիր։ Այստեղ կաշտաններ են պատրաստում։ Իհարկե երեկոյան մթնոլորտը մի քիչ ավելի գեղեցիկ է եւ հաճելի է։ Այստեղ ավստրիական հատվածն է, եթե չեմ սխալվում, այդտեղ շտրուդել են վաճառում եւ հեսա կավելացնեն տարբեր այլ բաներ։ Այստեղ մսեղեն եւ պանիր է, եթե չեմ սխալվում։ Այո։ Այստեղ ինչ է ընկերներ։ Այստեղ ձիթապտղի ձեթ է, բնականաբար առաջին մզվածքի, սառը առաջին մզվածքի։ Այստեղ էլ է Մարոկոյի հատվածը։ Մի հատ նայեք, այս ամբողջը իրենց ձեռքով նկարազարդված, այնտեղ տաժիններ են։ Իդեպ անցյալ տարի ես ինձ մի հատ տաժին գնել եմ, ցույց կտամ, երբ որ հասնեմ տուն, ոչ մի անգամ չեմ օգտագործել ընկերներ, բայց եւ պետք է։ Օ, սա էլ է հետաքրքիր։ Ամբողջը մետաղական, մետաղից պատրաստված տարբեր իրեր են, կոմպոզիցիաներ են։ Շատ գեղեցիկ է, ես ասեմ։ Շարունակենք։ Տեսնենք այն հատվածում ինչ կա, հետաքրքիր, կերներ, տեսնենք այստեղ ինչ կա, ինչ են վաճառում այստեղ, փորձեմ անցնեմ այն հատվածը, այստեղ տարատեսակ բավարիական ուտելիքներ են, նրբերշիկներ եւ այլն, այստեղ ինչ է, այստեղ բրդից, ձեռագործ, տարբեր հագուստի պարագաներ են, հողաթափեր, ձեռնոցներ, գլխարկներ, տարատեսակ, այս եթե իմ երեխաները տեսնեն այս հողաթափերը տան, իրանք ինձ կստիպեն դա առնել, բնականաբար, ընկերներ, ամբողջը ձեռագործ է եւ բնական մորթուց կամ բրդից, հələ տեսեք ինչ լավն են այս պուչուրները ժողովուրդ, հələ նայեք, ինչ գեղեցիկ են, այստեղ հատվածը, որ ամեն ինչը, եթե չեմ սխալվում, լավանդայից է պատրաստած, փոքրիկ ինչ հոտ է այստեղ, այս կետում, դուք չեք կարող ձեզ պատկերացնել լավանդայի, արդեն պատրաստի հավաքածուներ, որ կարող եք նվերի համար գնել, այսպիսի չորացած լավանդա, այս ամբողջ տուփը արժի 12 եվրո 50 ցենտ, այստեղ փայտից խաղալիքներ են տարատեսակ, իմ կարծիքով ավելի շատ դեկորներ են, քան թե խաղալիքներ, շատ գեղեցիկ, հələ նայեք Էյֆելյան աշտարակը,
Բասա Պորտուգալիայի տրամվայն է, եթե չեմ սխալվում։ Ամբողջ պատկացեք շարժվում է ամբողջը։ Աշխատող են, այսինքն շատ գեղեցիկ։ Այստեղ ինչ է։ Այստեղ Ամստերդամի ուտելիքն է, այսինքն ամեն ինչ ֆրի տեսակով, կարտոֆիլներ, սոխ, սա Ամստերդամի հատվածն է, սա ինչ է։ Սա բելգիական կակոսից, ինչքան հասկանում եմ, պատրաստված քաղցրավենիք է։ Այո, ինչ է դակտիրը։ Տեսնենք այստեղ ինչ կա։ Այստեղ հունական հատվածն է, որտեղ ամեն ինչը պիտայով է տեսնում եմ արդեն։ Այո։ Գիրոս, պիտա, նմանատիպ բաներ են։ Տեսնենք այստեղ ինչ կա, ժողովուրդ ջան։ Այստեղ էլ այմ կարծիքով ձեռագործ, ամբողջը բրդից պատրաստված իրեր։ Արդեն ժողովուրդը շատացավ, ես երևի շատ շուտ եմ մի հատ նայեք այս խաղալիքները, բոլորը ձեռագործ, ապակուց և նկարազարդված։ Մի հատ այստեղ նայեք։ Այս գեղեցկությունը աննկարագրել է։ Գինը, ասեմ ձեզ, օրինակ այս մեծը արժի 18 եվրո։ Բա հələ սրանք տեսեք, ես ինչ գեղեցիկ է։ Շատ գեղեցիկ են։ Սա ենթադրում եմ կամ գերմանական է, կամ ավստրիական է։ Այս խաղալիքները ամեն մեկ արժեն 15 եվրո։ Նկարազարդված կրկին ձեռքով։ Սա կարող եք իմ կարծիքով գնել որպես հուշանվեր։ Զանգակները կարելի է գնել որպես հուշանվերներ և սա տանել։ Սրտիկները արժեն 18 եվրո։ Այս աստղիկը շատ գեղեցիկ այս գիշերային տեսարանով։ Սա էլ արժի 15 եվրո։ Տեսնենք այլ ինչեր կա։ Սա էլ ամբողջը բրդից։ Չէ, կներեք, սխալվեցի, բամբուկից է։ Թելը ստացված է բամբուկից։ Ինչ հետաքրքիր է։ Այստեղ սապոններ են, կրկին լավանդայի, տարբեր հոտերով։ Սա նոր տարվա։ Այս հենց հավաքածու է։ Ամբողջը սապոններ են։ Կրկին այստեղ ձեռագործ խաղալիքներ են։ Սա գիտեք ինչի համար է։ Ոյ, դե արի հիմա թարգմանի դա հայերեն, ժողովուրդ ջան։ Իտալերեն կոչվում է պրեզեպե։ Իրենք նոր տարվա, այսինքն նոր տարվա համար չեն իհարկե նրանք տեղադրում այդ ծառը նոր տարվա, հա, տոնածառը, իրենք տեղադրում են Սուրբ Ծնունդի համար, մեր նման չեն տեղադրում նոր տարվա համար, և բացի այդ տոնածառից, նրան հարակից տեղադրվում է այսպիսի պրեզեպե, եթե բառը հետո հիշեմ, եթե չհիշեմ կգրեմ էկրանին հայերեն լեզվով, ընկերներ, և մարդիկ կան, որ ինքնուրույն են այս պրեզեպեն պատրաստում, այսինքն որտեղ երևում է Հիսուսի ծնունդը, իդեպ ամենահետաքրքիր գիտեք որն է, այս խաղալիքը Հիսուսի, որ տեսնում եք մեջտեղում, մինչև ամսի 25-ը դատարկ է դրա տեղը, և ամսի 25-ին այդ գիշերը իրանք տեղադրում են այդ երեխային այդ բարուրի մեջ և այդպիսով խորհրդանշում են նրա ծնունդը։ Եվ իդեպ բոլոր այս խաղալիքները շարժվում են և սա մի արվեստ է, ժողովուրդ, մենք ընկերներ ունենք, ում տանը այսպիսի մոտ հավաքածու է արված, երևի 2 մետր երկարությամբ և պատկերացրեք մանրամասն ցուցադրվում է այդ ժամանակի կյանքը, ոնց է ինչը մեկը հաց պատրաստում, փայտ կտրում, պիցա պատրաստում, հաց թխում, այսինքն ամենայք, նույնիսկ կաշտաններ են սարքում, ես ձեզ խնդրում եմ նայեք նայեք այս մանրակրկիտ արված այս մանրակերտերը ուղղակի իրենց տներում կա և այս ամեն մի կտորը դուք կարող եք առանձին հավելյալ գնեք և ավելացնեք ձեր այդ պրեզեպեի մեջ։ Ես չեմ դնում, բայց ինձ շատ դուր է գալիս, որ ուրիշները դնում են։ Իսկ այստեղ ուղղակի օրիգինալ, տեսեք նույնիսկ թունաձկան, կատվի կերի ամանի մեջ են հավաքել Աստվածին։ Շատ գեղեցիկ է իհարկե։ Այստեղ ինչա, գնանք տեսնենք այստեղ ինչա։ Ասա Ավստրիան է, Զալցբուրգ, իրենց խմորեղենում, ենթադրում սա Զախեր խմորեղենն է, այո,
Զախերի տորտն է, 1 կտոր արժի 5 եվրո 90 իդեր։ Տարատեսակ շտրուձելներ, տարբեր լցոններով, իրենց փքաբլիթները, դոնացները, ամեն ինչ ընկերներ, պրեցելները, տարատեսակ համերով և քաղցր, և աղի, պանիրով, շոկոլադով, շաքարով, կոկոսով, երևի ամենայն սիրածս է, բայց ես այսօր ինձ կզսպեմ ընկերներ և չեմ ուտի ոչ մի բան, պատկերացնում եք, կսպասեմ մյուս անգամ, երբ որ կգամ փոքրիկներիս հետ, նրանց հետ կվայելեմ, նրանց հետ կգնեմ, որպեսզի իրանց էլ ուրախացնեմ։ Մի հատ երկինքը նայեք ուսի եկեղեցին։ Կաշտաններն են այստեղ պատրաստում, արժի 10 եվրո մի ամանիկը, ետ գնամ ընկերներ, շատ գեղեցիկ էր իհարկե, բայց ես անպայման կվերադառնամ երեկոյան։ Չմոռանաք միանալ իմ ինստագրամին, որպեսզի բաց չթողնեք բոլոր այս նորությունները, եթե պատրաստում եք գաք Ֆլորենցիա ընկերներ, անվանումը կթողնեմ և տեսահոլովակի վրա, և նկարագրության մեջ։ Ես քայլեմ հետ, բավականին ցուրտ, գիտեք ինչքան ցուրտ չէ, ինչքան սառը քամի է ուղղակի տհաճ, որ ես տենց ուղղակի խփում է, հույսով եմ իմ պուճուրները չեն մրսի մանկապարտեզում, շատ անգամ իրենց ցուրտ եղանակին դուրս են տանում, այգի են տանում, և չգիտեմ ինչու չեն հագցնում նրանց վերարկուները, կուրտկաները, չեն հագցնում, իրենք կարծում են, որ այդպես լավ է, չնայած ես այդպես չեմ կարծում, բայց իրենք այդպես են կարծում և երեխաներին չեն հագցնում կուրտկաներ, հետո հիվանդ ուղարկում են տուն, միգուցե հատուկ են անում ժողովուրդ, որ չգան, ամեն դեպքում զբոսնենք,